Վանաձորի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն այսօր ավականու նիստի ընթացքում փոխեց իր դիրքորոշումը, փաստացի կանխելով համայնքի գործող ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացը։ Խմբակցությունն սկզբում ամբողջ կազմով ձեռնպահ քվեարկեց նախորդ տարվա բյուջեի տարեկան կատարողականի հաշվետվությանը։ Նրանք հայտարարեցին, որ ծախսերի հաշվետվության մեջ բավականին շատ խնդրահարույց հարցեր են տեսել, չնայած նախատեսվել, բայց այդպես էլ չկատարված են մնացել բազմաթիվ ծրագրեր, փոսալցումից մինչև թափառող շների ստերջացում, ասաց քաղաքացիական պայմանագրի անդամ Լուսինե Թադևոսյանը։ Նշեց, թե այդ չկատարված ծախսերն ու քաղաքապետարանին ուղղված իրենց անպատասխան հարցերը հավելյալ ուսումնասիրության կարիք ունեն։ Ծրագրերի կատարողականները եթե դիտարկում ենք, բավականին շատ շինաշխատանքներ կան, գրեթե բոլորը, որոնք կամ չեղարկվել են, կամ տեղափոխվել են հաջորդ տարի, կամ տեղափոխվել են դեռ կատարման փուլում, ինչը մանրամասն ուսումնասիրման կարիք ունի։ 2025-ի տարեկան բյուջեի հաշվետվությունը չընդունվեց։ Քվեարկությունից անմիջապես հետո պարզվեց, որ սա ընկալվում է որպես աշխատակազմի և գործող ղեկավար Արկադի Փելեշյանի նկատմամբ անվստահություն և կարող է հանգեցնել դեռ 4 տարի առաջ վարչապետի նշանակած համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նկատմամբ անվստահության գործընթացի։ Այս քվեարկությամբ դրվում է համայնքի ղեկավարի նշանակած։ Ես ասեմ, այդ չեմ ասում, դա քաղաքական դիրքորոշում է ձեր կողմից, Վանաձորի քաղաքապետարանի աշխատանքին։ Ընդմիջում հայտարարվեց ՔՊ-ն առանձնացավ քննարկման։ Խմբակցության ղեկավար Արմեն Հարությունյանն Ազատությանն ասաց, որ անվստահության խնդիր չեն դրել և նման առաջարկ նիստից առաջ չի քննարկվել։ Դուք չեք գնում անվստահության, ճիշտ եմ հասկանում։ Անվստահություն չեք նախատեսել։ Այսինքն վստահում եք։ Ամեն ինչ հանրապես անվստահության մասին խոսք չկա։ 30 րոպե, ապա եւս 10 րոպե ընդմիջումից հետո քաղաքացիական պայմանագիրը խնդրեց հարցը կրկին դնել քվեարկության։ Արդյունքում ՔՊ-ի նախկինում ձեռնպահ քվեարկած 9 անդամներից 5-ը փոխեց դիրքորոշումն ու այս անգամ կողմ քվեարկեց նախորդ տարվա բյուջեի կատարողականի հաշվետվությանը։ Այս դեպքում արդեն անվստահություն հայտնելու հնարավորությունը վերացավ։ 10 կողմ, 2 դեմ, մնացածը ձեռնպահ։ Հստակ է արդեն։ Փաստացի ավականին կրկնակի քվեարկությունից առաջ չչեղարկեց իր նախկին որոշումը։ Սա նշանակում է, որ այսօր Վանաձորի ավականին նույն հարցի վերաբերյալ 2 որոշում է ընդունել, ինչ կհաջորդի սրան ու որոշումներից որը վերջնական կհամարվի։ Ըստ տեղական ինքնակառավարման հարցերով փորձագետ Գևորգ Քոթանջյանի, վերջին խոսքն այստեղ կառավարությանն է, որտեղ պետք է վերջնական եզրակացություն կազմեն։